Հայաստանի կառավարության նոր առաջնահերթություններից է արտաքին քաղաքականության վերալիցքավորումը գրեթե բոլոր ուղղություններով։ Թե որքան արդյունավետ կլինեն այդ փորձերը, կախված է մի շարք բարդ աշխարհաքաղաքական գործոններից, սակայն տարածաշրջանի նկատմամբ նորացված հետաքրքրությունը դժվար է անտեսել։ Հանուկայից հրեական լույսերի փառատոնից անմիջապես հետո Իսրայելի դեսպանը Հայաստանում Ժոել Լիոնը միանում է Երևանի ձայնին, հարթելու որոշ կնճիռներ Հայաստան-Իսրայել հարաբերություններում եւ նախանշելու դրանց հետագա ընթացքը։ Excellency, thank you. Ձեր գերազանցություն, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ We shall delve deeper into the practical. Մենք շուտով կխորանանք Հայաստան-Իսրայել հարաբերությունների գործնական կողմի մեջ, բայց կցանկանայի սկսել փիլիսոփայական հարցից։ Մենք զրուցում ենք շատ խորհրդանշական օր, այն մեծ հրեայի ծննդյան օրը, ով դրեց արևմտյան մշակույթի հիմքը եւ սկսեց նոր ժամանակագրությունը։ Ինչ ընդհանուր բան ունենք մենք, հայերս եւ հրեաները, բացի Հիսուսից եւ ցեղասպանությունից։ Besides Jesus and genocide. You see, I'm for 3 years now the non-resident ambassador and coming a lot to Armenia. Տեսեք, ես արդեն 3 տարի է ինչ որ չրեզիդենտ դեսպան եմ եւ հաճախ եմ գալիս Հայաստան։ Երբ Հայաստանում եմ, ինձ զգում եմ ինչպես տանը, որովհետեւ մենք ունենք շատ ընդհանրություններ։ Մենք ունենք հրեա մայրիկ, դուք հայ մայրիկ։ Դա ճիշտ նույնն է։ Մայրս ինձ զանգում է 5 րոպեն 1 իմանալու արդյոք այստեղ ամեն ինչ կարգին է։ Եվ վստահ եմ, ձեր դեպքում էլ է նույնը։ Մեր ապրելակերպը, մեր ինքնությամբ հպարտ լինելը, ուրիշին օգնելու պատրաստակամությունը, համայնքային կյանքը, ընտանեկան արժեքները, այս ամենը ընդհանուր արժեքներ են։ Մենք երկու հնագույն ժողովուրդներ ենք։ Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ինչպես նշեցիք, պարտավոր չեն խոսելու միայն մեր պատմության վատ կողմերի մասին, որոնց միջոցով ստիպված ենք եղել անցնելու։ Բայց տեսեք, Տիգրան Մեծը նվաճեց այն տարածքի մի մասը, որն այսօր Իսրայելն է։ Նա հասավ մինչև միջերկրական ծով եւ իր հետ հրեա գերիներ բերեց Հայաստան, որոնք տարիների ընթացքում դարձան վաճառականներ։ Լեգենդն ասում է, որ նրանք հայերին սովորեցրին, թե ինչպես լավ գործարարներ լինեն, այնպես որ դա նույնպես ընդհանուր բան է։ Մենք ունենք սփյուռք ամբողջ աշխարհում։ Հայկական սփյուռքն ու հրեականը շատ լավ գործակցում են որտեղ էլ որ լինեն։ Կարծում եմ հենց սա է մեզ միավորում։ Երկու հնագույն հպարտ ժողովուրդ։ Two ancient, proud people. My next question was supposed to be a political one. Իմ հաջորդ հարցը պետք է քաղաքական լիներ, բայց քանի որ դուք այս պատմական էքսկուրսը կատարեցիք եւ անդրադարձաք գործարար հարաբերություններին, լսել եմ, որ իսրայելական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով, հաշվի առնելով մեր երկրի շուրջ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողությունները։ Որն է պոտենցիալը։ Գիտեմ, որ այսօր հանդիպել եք էկոնոմիկայի նախարարի հետ, որոնք են արդյունքները, ինչ ուղղությամբ են շարժվում Հայաստան-Իսրայել հարաբերությունները տնտեսական տեսակետից։ Moving economically speaking. Look, when I learned about communications, they told me never tell the interview. Տեսեք, երբ ես սովորում էի հաղորդակցություն, ինձ ասացին երբեք հարցազրույցավարին մի ասա, որ դա շատ լավ հարց է, բայց սա հենց այն հարցն է, որը մենք ինքներս մեզ տալիս ենք։ Ես չեմ կարող հիմա ձեզ ասել, թե որոնք են հեռանկարները, քանի որ մենք դեռ ուսումնասիրում ենք դրանք։ Եվ կարծում եմ այդ ամենն ավելի շատ կապված է երկրի կարիքների հետ, քան գործարարների փող աշխատելու ցանկության։ Ես դա ասում եմ իսրայելցի գործարարներին, երկուսը համատեղելը հրաշալի կլինի։ Նրանց ասում եմ նաև այո, ես Հայաստանում դեսպանն եմ, իսկ նրանք ասում են, օ, Ալբանիա, նույնը չեն։ Ես գիտեմ, չեմ ասի, թե ով է արել նույն սխալը, բայց դա է խնդիրը։ Ոմանք նույնիսկ չգիտեն որտեղ է։ Ես ասում եմ ոչ, Հայաստան։ Հետո նրանք հիշում են ցեղասպանությունը եւ նման բաներ, բայց նրանք չգիտեն, որ այստեղ կա հնարավորություններով եւ հեռանկարներով երկիր։ Հիմա չգիտեմ ինչպես կոչել դա, խաղաղության գործընթաց։ Եկեք կոչենք խաղաղության գործընթաց, որն ունեք ձեր հարևանների հետ եւ այն պոտենցիալը, որն այն բերում է։ Հուսով եմ կխոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան, Միացյալ Նահանգներ, Իսրայել հարաբերությունների մասին։ Այս ամենը իսրայելական բիզնեսին ավելի է մոտեցնում այն մտքին, որ այստեղ անելու բան կա։ Ես դա ասացի իմ գործընկերներին այստեղ, արտաքին գործերի նախարարությունում։ Ասացի էկոնոմիկայի նախարարին, որ ուզում եմ վեբինար անցկացնել իսրայելցի գործարարների հետ այն մասին, թե ինչպես բիզնես անեն Հայաստան
Հայաստանում։ Սկսենք հիմունքներից։ Տղաներ, մենք ունենք ուղիղ թռիչքներ, տևում է 2 ժամ 10 րոպե։ Իսրայելում կա հայկական համայնք, Հայաստանում կա հրեական համայնք։ Կա հրեական սփյուռք ամբողջ աշխարհում եւ հայկական սփյուռք ամբողջ աշխարհում, եւ նրանք աշխատում են միասին։ Եվ երբ Արգենտինայում, ներողություն չեմ հիշում անունը այդ կարևոր հայ, երբ նա հանդիպեց Իսրայելի դեսպանին, նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես պետք է համատեղ բիզնեսով զբաղվեն Հայաստանն ու Իսրայելը, քանի որ ի վերջո մենք հենց դա ենք ուզում, ունենալ մի բան, որն օգուտ կտա մեր ժողովուրդներին, որպեսզի մարդիկ շոշափելի արդյունք զգան։ Այո, հաճելի է, որ այցեր ունենք, դիվանագիտական հարաբերություններ, որ փորձում ենք ջերմացնել մեր հարաբերությունները, բայց տնտեսությունը կարևոր է։ Մարդիկ պետք է տեսնեն իսրայելական ընկերություն, չեմ ասի ներդնող, քանի որ իսրայելցիները շատ չեն ներդնում։ Ինչ արած, գործարարներ են ուզում են վաճառել, բայց ինչ վաճառել։ Մենք նրանք չենք, ովքեր կառուցելու են Թուրքիա-Հայաստանին կապող ճանապարհները, բայց գուցե մենք լինենք նրանք, ովքեր կմշակեն ծրագրային ապահովումը, որը կկառավարի երթևեկությունը, այնպես որ պետք է սկսենք հենց հիմունքներից։ Who will manage the traffic. The US and Armenia signed a strategic partnership. Միացյալ Նահանգները եւ Հայաստանը ռազմավարական գործընկերություն ստորագրեցին եւ բարոն Թրամփի վարչակազմի ջանքերը վճռորոշ եղան Հարավային Կովկասում խաղաղություն բերելու գործում։ Սա կանաչլույս էր Արևմուտքի համար Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություններ ստորագրելու իմաստով։ Իսրայելը Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակիցն է, ինչպես է Միացյալ Նահանգներ-Հայաստան ռազմավարական գործընկերությունն ազդում Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա։ Partnership affect Armenia-Israel relations? I think that it is the way when we are talking. Կարծում եմ դա է հենց այն ճանապարհը, երբ խոսում ենք հիմունքներին վերադառնալու մասին, եւ դա է, որ հարթում է ճանապարհը, որպեսզի կարողանանք խոսել եւ գտնել նոր նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել միասին առանց այլ բաների մասին մտածելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստան ռազմավարական համաձայնագրերը եւ կարծում եմ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին գործընթացի սկզբնավորումը նորից սկզբնակետ դարձան Իսրայելի համար վերահայտնաբերելու Հայաստանը, որպեսզի Հայաստանը նորից հայտնվի ռադարների վրա եւ մտածենք ինչ կարող ենք անել։ Իսրայելը-հայկական հարաբերություններին կանդրադառնամ քաղաքական մակարդակում։ Մենք ունեցանք ձեր արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Վահան Կոստանյանի շատ արդյունավետ այցը Իսրայել։ Դա 2-3 շաբաթ առաջ էր դեկտեմբերի սկզբին, որի ընթացքում մենք քննարկեցինք շատ հարցեր, որոնք միշտ էլ քննարկում էինք, բայց մթնոլորտը փոխվեց։ Միմյանց հետ խոսելու ձևը փոխվեց։ Մենք նաև պետք է վերականգնենք վստահությունը մեր միջև։ Իսրայելցիները պետք է հասկանան, որ դուք Հայաստանում ունեք ժողովրդավարություն։ Հայաստանը նայում է դեպի արևմուտք, այն նույնը չէ, ինչ տարիներ առաջ էր։ Նրանք փոխում են աշխարհաքաղաքական իրավիճակը, եւ այս ամենն օգնում է ունենալ, ես չեմ սիրում մեղմացում բառը, բայց ի վերջո դա այն բառն է, որը պետք է կիրառենք մեր երկու երկրների միջև դիվանագիտության մեջ։ Եվ ես իսկապես հավատում եմ, որովհետև այն մարդիկ, որոնց հանդիպում եմ, եւ այն մարդիկ, որոնց հետ խոսում եմ, Իսրայելում ուզում են ինչ-որ բան անել, ուզում են առաջ շարժվել տարբեր ոլորտներում։ Ես եղել եմ առողջապահության նախարարությունում։ Մենք խոսում ենք շատ փոքր նախագծերի մասին, բայց փոքր նախագծերը կարող են մեծ ազդեցություն ունենալ շատ մարդկանց վրա։ Մենք կստուգենք ինչ կարող ենք անել։ Կստուգենք արդյոք հնարավորություն կա հայ բժիշկներին ուղարկելու Իսրայել կարճատև վերապատրաստման նոր մեթոդներ սովորելու համար։ Ավաղ մենք ունեցանք 2 տարվա պատերազմ եւ Իսրայելում շատ մարդիկ վիրավորվեցին, բայց մենք տեսանք, թե ինչպես մեր բժիշկները փրկեցին երիտասարդ զինվորների վերջույթները։ Նոր մեթոդներով դրանք հենց տեղում փորձարկելով, քանի որ այո, պատերազմները բերում են մեծ վիշտ, բայց նաև մեծ առաջընթաց։ Այդպիսին է պատմությունը։ Ես պատմության դոկտոր եմ, ուստի դա այն է, ինչ մենք տեսնում ենք, եւ մարտահրավերը երբեք արգելք չէ։ Որպես հին ժողովուրդներ մենք գիտենք, որ ճանապարհին շատ արգելքներ կան, բայց մենք կարող ենք դրանք հեռացնել։ Եվ Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունները ես կասեի նոր երաժշտություն է Հայաստանի եւ նրա հարևանների միջև, որն օգնում է ճանապարհ գտնելուն։ I would say the new music between Armenia and its neighbors helps to find a way.
Israel is known for her Իսրայելը հայտնի է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իր նշանակալի ձեռքբերումներով։ Մեր երկրների միջև որևէ համագործակցություն այս ոլորտում սպասվում է։ cooperation between our countries. That's a thing that I'm not allowed to... Դա այն հարցն է, որի մասին ինձ թույլատրված չէ հրապարակավ խոսել։ I'm not allowed to talk about this. Will the media let out Իսկ գուցե լրատվամիջոցները տեղեկատվության արտահոսք կանեն մի բան, ինչը եղավ այլ երկրների պարագայում։ with other countries? The media can do and write whatever they want. Լրատվամիջոցները կարող են անել եւ գրել այն ամենը, ինչ ցանկանում են, բայց որպես պաշտոնյա ես կասեի, որպես Իսրայել պետության ամենաբարձր պաշտոնյան Հայաստանում, ինձ թույլատրված չէ քննարկել պաշտպանական կամ անվտանգային որևէ համաձայնագիր կամ Իսրայել պետության գործողությունները։ Security agreements, activities of the State of Israel. Recently, as you mentioned, Armenia's deputy foreign minister Վերջերս, ինչպես նշեցիք, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը այցելեց Երուսաղեմ, ձեր արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնց դուք եւ Հայաստանի դեսպանը նույնպես ներկա էիք։ Ինչ համագործակցության ոլորտներ են ուրվագծվել, գործնական արդյունքներ կան։ cooperation have been outlined. Are there practical results? Yes, we talked, as I said, we talked about health. You are now... Այո, մենք խոսեցինք, ինչպես ասացի, առողջապահության մասին։ Դուք հիմա հունվարի 1-ից ներդրում եք ձեր առողջապահական նոր բարեփոխումը։ Մենք առաջարկեցինք օգնել։ Կրկին բարձաբանեմ, մենք խոսում ենք 3 շաբաթ առաջվա մասին։ Դժվար է հստակորեն մատնանշել ամեն ինչ։ Խոսում ենք Հայաստանում գյուղատնտեսության մասին, խոսում ենք զբոսաշրջության մասին, բայց ունկնդիրները կմտածեն, որ ես հիմա շատ սնոբ եմ, բայց կարծում եմ, որ երկու երկրներն էլ ցանկանում են ունենալ էլիտար զբոսաշրջություն, քանի որ դա այն է, ինչ մենք ունենք առաջարկելու։ Իսրայելն էժան երկիր չէ եւ զանգվածային զբոսաշրջության երկիր չէ։ Մենք ունենք պատմական հնագիտական վայրեր։ Այո, մենք ունենք ծով, միջերկրական եւ կարմիր ծովերը, բայց շատ թանկ է։ Այնպես որ զբոսաշրջիկները, որոնք կգան Իսրայել եւ մենք հուսով ենք, որ կգան այլ պատճառներով եւ ոչ միայն լողափերի ու ռեստորանների համար, որոնք կրոնական չեն։ We have pilgrimage, we have historical, archaeological. Yes, we have a sea, we have Mediterranean and Red Sea, but it's very expensive. So it's more, I would say, the tourists that will come to Israel, and we hope that they will come for other reasons and not for the beaches and for the restaurants, which are not religious, not only religious. Jerusalem is a favorite. Երուսաղեմը սիրված ուղղություն է շատ հայերի համար։ Jerusalem, yes, Jerusalem is the holy city, but in the holy city of Jerusalem, you have also a part. Երուսաղեմը, այո, Երուսաղեմը սուրբ քաղաք է, բայց սուրբ քաղաք Երուսաղեմում ունենք նաև մի հատված, որն ունի Միշլեն աստղերով ռեստորաններ եւ գիշերային կյանք, բայց կրկին թանկ է։ Ունենք Թել Ավիվը, որը շատ մոտ է Երուսաղեմին եւ որը երբեք չքնող քաղաք է։ Եվ եկեք ասենք, որ Երուսաղեմի արժեքներն այնքան էլ Թել Ավիվի արժեքները չեն, որը շատ ավելի բաց եւ լիբերալ քաղաք է։ Բացի այդ, հիանալի գինեգործարաններ ունենք։ Սննդի մասին խոսեցի, քանի որ Իսրայելում սնունդն այն ամենի միաձուլումն է, ինչ բերվել է ամբողջ աշխարհից։ Ունենք հրեաներ, որ եկել են Մարոկոյից, Լեհաստանից կամ Հայաստանից։ Նրանցից ամեն մեկը բերում է ինչ-որ բան եւ դա համերի եւ զգայարանների միաձուլում է։ Գնացեք Թել Ավիվի շուկա, Երուսաղեմի շուկա եւ կտեսնեք։ Ես սիրահարված եմ իմ երկրին։ Չգիտեմ նորմալ է թե ոչ։ Մի վայր է, որտեղ կարող ենք ունենալ ամեն ինչ։ Նկատի ունեմ, ձմռանը կարող ենք դահուկ քշել Հերմոնում, իսկ 5 ժամ անց սուզվել Կարմիր ծովում։ Փոքր երկիր է, բայց կարող եք անել ամեն ինչ եւ ունեք ամեն ինչ։ Եվ ես հուսով եմ, որ մարդիկ Հայաստանից կգան։ Նրանք գալիս են։ Կրոնական տեսանկյունից իհարկե լինելու Երուսաղեմում, զգալու եւ տեսնելու Երուսաղեմը, բայց նաեւ տեսնելու երկիրը, տեսնելու Իսրայելը, ոչ միայն Երուսաղեմը։ So the country to see Israel, not only to see Jerusalem.
After the war in Ukraine started, many Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո շատ հրեաներ Ռուսաստանից եկան ապրելու Հայաստանում։ Նրանք բացեցին կազմակերպություններ, օրինակ Yerevan Jewish Home-ը, որը անցկացնում է հանրային միջոցառումներ, մասնակցում հայաստանյան մշակութային եւ հասարակական կյանքին։ Մենք հայկական համայնք ունենք Իսրայելում։ Ինչ կասեք միջհասարակական եւ միջմշակութային կապերի մասին։ relations. What's your evaluation of where we stand at? It's always a good thing to have the representatives of our communities in both states. The Armenian community in Israel. Միշտ լավ է, որ համայնքների ներկայացուցիչներ կան երկու պետություններում էլ։ Հայկական համայնքն Իսրայելում հնագույններից է, դա ռեստորան չէ։ Մենք փոխնախարար Կոստանյանի հետ Երուսաղեմում մի ռեստորանում էինք, եւ սեփականատերը լսելով, որ նրանք Հայաստանից են, ասաց. «Օ, ես պետք է ձեզ մի բան ցույց տամ»։ Մենք հարցրինք ինչ։ Նա ասաց. «Տեսնում եք այս սենյակը»։ Եվ ներս մտանք։ Մեր հայկական սենյակն է։ 20-ականներին կերամիկայի հայ վարպետներին բերել է բրիտանական մանդատի կառավարիչը այս սենյակը պատրաստելու համար։ Շատրվանով սենյակ է։ Այնտեղ Արիել Շարոնը սիրում էր անցկացնել իր գաղտնի հանդիպումները։ Այնպես որ այո, մշակութային առումով մենք կապված ենք։ Գնում եք ինչ-որ տեղ ու տեսնում եք դա։ Եվ այն նվերներից մեկը, որ մենք որպես դիվանագետ միշտ տանում ենք արտասահման, Երուսաղեմի հայկական կերամիկան է, որի վրա գրված է Ջերուսալեմ։ Բայց այստեղ Հայաստանում ես չեմ կարող դա նվիրել։ Քաղաքականապես կոռեկտ չէ, որ ես բերեմ հայկական, բայց ոչ դա ամենահաճելի բանն է ցույց տալու այն միջմշակութային կապը, որը դուք փնտրում եք։ Եվ ունենալ երիտասարդ հրեական համայնք, գիտեք, արդեն 35 տարի է, ինչ պաշտոնապես հրեական համայնք ունենք Հայաստանում։ Եվ մենք չպետք է մոռանանք նրանց։ Նրանք այստեղ են, բայց ծերանում են։ Նոր արյուն է պետք, եւ նրանք միասին բաներ են անում, հրաշալի բաներ։ Մեկին անեկդոտ պատմեցի եւ նա ասաց, որ նույն անեկդոտը հայերն էլ ունեն։ Դա այն մարդու մասին է, որ նավաբեկության է ենթարկվել եւ միայնակ ապրում է կղզում։ Երբ գալիս են նրան փրկելու, տեսնում են, որ 3 սինագոգ է կառուցել։ Հարցնում են ինչու 3։ Նա պատասխանում է, սա աշքենազների համար է, Եվրոպայի հրեաներ։ Սա սեֆարդների համար է, արևելյան երկրների հրեաներ։ Իսկ այս մեկն էլ այն սինագոգն է, ուր երբեք ոտք չեմ դնի։ Այնպես որ մենք նույնն ենք։ Մենք ասում ենք 2 հրեա, 3 կարծիք։ Նորից խոսում ենք ընդհանուր բաների մասին եւ կարծում եմ դա է կամուրջը։ Եթե հայն իմանում է Խանուկայի մասին, չգիտեմ քանի հայ գիտի Խանուկայի մասին, քանի որ հրեական համայնքն այստեղ շատ փոքր է։ Նման չէ այն վայրերին, որտեղ քաղաքի կենտրոնում մենորայի մոմերն են վառում։ Չեմ կարծում, որ այստեղ երբևէ նման բան եղել է։ Ես հարցրի Հայաստանի միակ սինագոգի միակ ռաբբիին հրեական համայնքի մասին։ Նա ասաց, որ վերջին մեծ համայնքը եղել է միջխորհրդային ժամանակներում։ 20-ականներին Երևանի կենտրոնում սինագոգ կար, նույնիսկ 2-ը, մեկը սեֆարդական, մյուսը աշկենազական, եւ գուցե երրորդը, ուր ոչ ոք չէր մտնում։ Բայց ունեին սինագոգներ, ունեին ամեն ինչ, բայց դա անցյալում է, այլևս չկա, եւ ոչ ոք չգիտի, այո, կան պատմության գրքեր, բայց երիտասարդ սերունդը, Z սերունդը չգիտի դրա մասին։ Դա TikTok-ում չկա, եւ այնինչ պետք է անենք, ավելին անելն է։ Այո, բայց մենք դա պետք է բերենք TikTok։ Պետք է անենք, պետք է գնանք այնտեղ, որտեղ նրանք են։ Եթե ուզում ենք, որ ինչ-որ բան իմանան, ճիշտ է, քանի որ նրանք չեն գա մեզ մոտ։ Exactly, because they will not come to us. Excellency, there have been sore spots in Armenia-Israel relations. Ձեր այդ գերազանցություն Հայաստան-Իսրայել հարաբերություններում եղել են ցավոտ կետեր, որոնք մենք այսօր դիվանագիտորեն շրջանցեցինք։ Հայաստանի իշխանությունները կենտրոնացած են ներկայի եւ ապագայի վրա, փոխվող գաղափարախոսությամբ։ Կարող եք ասել, որ այնինչ ունենք հիմա եւ ինչ տեղի է ունենում այս պահին Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերալիցքավորում է։ What we have now and what is happening right now is recharged Armenia-Israel relations. I would say that we are on a ship navigating in high seas.
Ես կասեի, որ մենք բաց ծովում նավարկող նավի վրա ենք։ Հեշտ չէ, որովհետև որոշ հարցեր ունենք ձեր հարաբերությունների վերաբերյալ ձեր որոշ հարևանների հետ։ Դուք հարցեր ունեք մեր հարաբերությունների վերաբերյալ ձեր որոշ հարևանների հետ։ Եվ եթե շարունակենք խոսել միայն դրա մասին, ոչ միտեղ չենք հասնի։ Այո, մենք ունենք մտահոգություններ, եւ այո, դուք ունեք մտահոգություններ, բայց կարծում եմ, որ կողմերից մեկի հետ լինելը չի նշանակում, որ լիովին համաձայն եք այդ կողմի հետ։ Կան աշխարհառազմավարական շահեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Մենք չենք խզի մեր հարաբերությունները ինչ-որ մեկի հետ։ Դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում կառուցել ավելի լավ հարաբերություններ մեկ այլ կողմի հետ։ Կարծում եմ դա նման է մանկապարտեզի, որտեղ երեխաները կռվում են։ Նրանք երեքն են, երկուսը շատ դաժան ձևով կռվում են, բայց երրորդը երկուսի ընկերն է, եւ նա ուզում է շարունակել մնալ երկուսի ընկերը։ So he wants to continue to be the friend of both. Thank you for your frankness. Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ So thank you for having me here. Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Մեր բոլոր հայ ընկերներին մաղթում եմ շատ երջանիկ նոր տարի։ Թող 2026 թվականը բերի իսկական խաղաղություն եւ լույս։ Շնորհակալություն։ Peace and light.